Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու ամեն Այսօրվա շարականի երրորդ տան մեջ սիրելիներ Գեղեցիկ խնդրանք կարողված Աստծո Որդուն Երկնավոր Թագավոր քո եկեղեցին անշարժ պահիր իսկ քո սուրբ անվանը հավատացողներին խաղաղության մեջ պահիր Այս 7-րդ կիրակին Սուրբ Հարության կոչվում է երկրորդ ծաղկազարդ որ գեղեցիկ պատմությունից է վերցված հիշում եք ինչպես որ Տերը հանդիսավոր մուտք գործեց Երուսաղեմ մարդիկ երգերով սաղմոսներով իրենց հագուստները փռեցին նրա ոտքերի առջև Ձիթենու եւ արմավենու ճյուղերը պոկեցին, փառաբանեցին Աստծուն իբրև երկնավոր Թագավոր, որ գալիս էր Տիրոջ անունով ովսանա նրան, այսօր էլ Տերը համբարձման 4-րդ օրը հանդիսավոր մուտք է գործում երկնային վերին Երուսաղեմ եւ հրեշտակներն են այս նույն ուրախությամբ Քրիստոսին դիմավորում։ Այս անունը երկրորդ ծաղկազարդ դրվել է, որովհետեւ նույն ընթերցումներն ու խորհուրդն է կատարվում, ինչ որ Տիրոջ երկրավոր Երուսաղեմ մուտքի ժամանակ։ Երբ մեր հավատքի հայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գտնվում էր Խորվիրապիվիհում 13 տարի այնտեղ օծերի կարիճների մեջ, նրան ամեն օր հրեշտակը գալիս էր մխիթարելու, զորացնելու, որպեսզի հավատքի մեջ չտկարանա, չթուլանա, որպեսզի Տիրոջ եկեղեցին կարողանա ապրել։ Եվ ամեն օր մի հրեշտակ գալիս էր նրա մոտ, անցկացնում էր, որպեսզի նա միայնության մեջ չմնա։ Եվ համբարձման 4-րդ օրը հրեշտակը գնում է ու չի վերադառնում։ Երբ հաջորդ օրը գալիս է ասում է՝ «Բա ուր էիր»։ Հրեշտակն ասում է, որ այսօր Տերը երբ որ համբարձվեց երկինք, ամեն օր հրեշտակների մի դասում մնաց։ Այսօր 4-րդ դասի հրեշտակների օրն էր եւ մեր օրն էր Տիրոջը փառաբանելու։ Եվ այդպես 13 տարի հրեշտակ այդ մեկ օրը երկրորդ ծաղկազարդի օրը բացակայում էր։ Ինչու համար այս պատմության մեջ դրված այս աղոթքը եւ հատկապես այսօրվա ավետարանի վերջին տողը սիրելիներ, երբ Հիսուս մուտք գործեց Երուսաղեմ, ժողովուրդը երգում էր, փառաբանում էր, ասում է փարիսեցիներն իրար ասում էին. տեսնում եք, ոչ մի օգուտ չունենք, ամբողջ աշխարհը նրա ետևից է գնում։ Եվ նաեւ Գործք առաքելոցի հատվածը, որ փարիսեցիները ուխտ արեցին ծոմով, հաց չուտել, ոչինչ չանել, մինչեւ որ Պողոսին չսպանեն։ Ամեն տարի մեր կյանքի մեջ դարերի ընթացքում սիրելիներ Քրիստոսի եկեղեցին միշտ ենթարկվել է հալածանքի միշտ փորձություններ հալածանք ոչնչացում այնպես նույնիսկ որ եղել են շրջան որ գրեթե մտածել են մարդիկ որ այլևս եկեղեցի չի լինելու որտեվ հազարավոր հոգևորականներ են սպանվել քրիստոնյաներ են գնդակահարվել եկեղեցիներ են քանդվել անգամ Սուրբ Գրքի ամբողջ տպականակներ են այրվել վառել են ամբողջ սրբությունները, որպեսզի մարդիկ Քրիստոսի հետևից չգնան։ Ինչու սիրելիներ։ Մեզ երբեմն թվում է, թե որ Տերը հաղթեց սատանային, փառքով երկինք վերադարձավ, ամեն ինչ խաղաղվեց աշխարհի մեջ։ Բայց սատանան չի խաղաղվել, սիրելիներ։ Այն մարդիկ, ովքեր իրենց հոգիները գրավ են դրել սատանայի մոտ, նրանք միշտ պայքարում են Քրիստոսի եկեղեցու դեմ։ Նրանք միշտ սրբության դեմ պիտի պայքարեն։ Նրանք ամեն օր պիտի այնպես անեն, որ ոչ մի բան այս աշխարհի մեջ տեղի չունենա։ Ցավոք սրտի, անողների մեծ մասը ինքներս ենք քրիստոնյաներս։ Մեր մեղքերով, մեր չարությամբ, ատելությամբ, մեկս մյուսի հանդեպ ողակալությամբ, եւ այսօրվա խոսքը նա է Պողոս Արաքյալի, ասում է, եթե եղբայրդ մեղք է գործում, աղոթիր նրա համար, ոչ թե նրա մեղքը հանիր ու ցույց տուր եւ նրան խայտարակ արա մարդկանց առջեւ։ Գիտենք ասում է որ մենք Աստծուց ենք, բայց աշխարհը չարի մեջ է։ Մենք էլ կամա թե ակամա տրվում ենք այդ հոսանքին, գնում ենք ավելի շատ ուրիշների մեղքերը տեսնելով, քննադատելով, քան ինքներս մեզ տեսնելու եւ հասկանալու։ Մենք ավելի շատ ուզում ենք ուրիշներին նվաստացնել, քան սիրել։ Եվ երբ որ որևէ մեկին էլ ասում ես, որ դու այս մեղքը գործում ես, ինքը սկսում է ուրիշներին մեղադրել, կարծես թե դրանով ինքն արդարանալու է։ Ինչպես մեր նախահայր Ադամը, երբ որ Աստծուն մեղադրեց, որ Եվային տվել իրեն դրա համար է ինքը պտուղը ճաշակել, մտածում էր, որ ինքը կարդարանա, Աստված իրեն կների։ Այդպես չի լինում, սիրելիներ։ Այսօրվա խորհուրդը մեծ է, ինչպես Հիսուս
հանդիսավոր մուտք գործեց Երուսաղեմ եւ առաջինը գնաց տաճար աղոթելու, տեսավ որ տաճար աղոթքի տեղ չի, մարդիկ առևտրի վայրի են վերածել, այս 9 օրերի խորհուրդը համբարձման, որ Տերը հանդիսավոր նստեց հոր աջ կողմում եւ կանչեց իր հավատարիմներին շնորհները, պարգևները տալու, մեր ներս մուտք գործելու մասին է, մեր զգայարաններից մեջ, մեր սրտի մեջ, մեր էության մեջ եւ ստուգելու մենք ինչպիսի քրիստոնյաներ ենք։ Մենք բամբասանք սիրող քրիստոնյաներ ենք, չարություն, ատելություն սիրող քրիստոնյաներ ենք, թե Աստծո պատկերով ստեղծված մարդուն արժևորող մարդիկ են։ Այս 3 օրերի ընթացքում, որ համացանցը ալեկոծված քրիստոնյան իրար հայոյում են, ես նայել եմ միայն այն, թե մարդիկ ինչեր են գրում։ Քրիստոնյաները իրար հայոյում են, քրիստոնյան իրար ատելության խոսք են գրում, քրիստոնյան իրար ուզում են սպանել, մորթել, ու սա նույն ազգի ներկայացուցիչները։ Եվ ասում է դրա համար մեր մեղքերի պատճառով մեր թշնամիները ուրախացան մեր վրա։ Մենք առիթ ենք տալիս, որ սատանան ուրախանա մեզ վրա, որ մենք իբրև քրիստոնյաներ մեր բերանը չեն կարողանում փակել։ Այս խոսքը հիշեք, Գրիգոր Մագիստրոսի խոսքն է, լեզուն ոսկոր չունի, բայց շատ-շատերի ոսկորներն է կոտրում։ Այս լեզուն է, որ մեր քրիստոնեական կյանքից մեզ դուրս է հանում, այլ տեղ է տանում, մենք կապ չունենք քրիստոնեության հետ։ Եվ Քրիստոս գալիս է մեր մեջ ապրելու, բնակվելու մեկ նպատակով, տեսնի մենք ինչպիսի քրիստոնյաներ ենք։ Եվ տեսեք փարիսեցիների զրույց իրար հետ, ասում են մենք օգուտ չունենք, ամբողջ աշխարհը գնում է Քրիստոսի հետևից։ Այսինքն աշխարհը մեղավոր, մեղքին ծառա մարդկությունը ուզում է, որ մարդիկ, քրիստոնյաները իրենց ծառայեն։ Եվ այսօր վերջին տող այսպես էր, եղբայրներ, հեռու մնացեք կռապաշտությունից։ Եվ այս կռապաշտության մեջ է հայտնվում քրիստոնյան, երբ որ չի գնում Քրիստոսի հետևից, այլ ինքը գնում է մարդկանց հետևից։ Մարդկանց իր համար կուր դարձնում։ Մարդիկ են դառնում իրենց բոլոր խնդիրների լուծողը եւ իրենց հույսն ու ապավենը։ Չի կարող այդպես լինել, սիրելիներ։ Քրիստոսի եկեղեցին մեր մայրն է։ Այդ եկեղեցու մեջ մտնելով մենք ջերմություն ենք զգում, գուրգուրանք ենք զգում, մենք սեր ենք զգում այդ եկեղեցին, որովհետև սա Քրիստոսին է պատկանում, սա որևէ հոգևորականի, որևէ մարդու սեփականությունը չէ, սա Տիրոջ սեփականությունն է։ Մենք այստեղ գալիս ենք իրար սիրելու, իրար արժևորելու համար։ Մենք չենք գալիս այստեղ իրար մեղքերը տեսնելու, մեկս մյուսից բամբասելու, մեկս մյուսի կյանքը քննարկելու, մեկս մյուսի առավելությունները ցույց տալու։ Մենք այստեղ գալիս ենք իրար սեր խոստովանելու եւ սուրբ պատարագը մարդու եւ Քրիստոսի հանդիպման ժամն է։ Մենք գալիս ենք այստեղ Քրիստոսի սիրուց ջերմանալու, գալիս ենք այստեղ Քրիստոսի սիրով ավելի հզորանալու, մաքրվելու եւ մեզ ուրիշ բան չի հետարկում այս աշխարհի մեջ։ Եվ երբ որ որևէ մեկը այլ ակնկալությամբ է մտնում եկեղեցի իր նյութական խնդրանքների, իր առողջության, մյուս բաների համար, ինքը սխալ տեղ է հայտնվել, սիրելիներ։ Նախ եւ առաջ այստեղ քո սերը պիտի խոստովանես, որպեսզի խաղաղության մեջ մնաս։ Մենք այսօր խաղաղության կարիք ունենք։ Մենք այսօր հաշտության կարիք ունենք իրար հետ։ Մենք միջև մարդիկս իրար հետ չհաշտվենք, մենք միջև մարդիկս իրար հետ սիրո լեզվով չխոսենք, Աստված երբեք իր օրհնությունը մեր վրա չի թափելու։ Մինչև որ մենք Տիրոջ հետ չհաշտվենք մարդու միջոցով, Տերը երբեք մեզ խաղաղության չի արժանացնելու։ Մինչև մարդը մարդուն իր աչքերի մեջ չնայի եւ մաքուր ու զուլալ չնայի, այնտեղ չտեսնի իր քրիստոնյա եղբորն ու քրոջը, ինքը չի կարող Աստծո աչքերի մեջ երբեք նայել ու խնդրել։ Ինչու հրեշտակներն այսօր ուրախացան, ինչու ցնծացին, որ Քրիստոս երկինք բարձրացավ։ Որտեւ իրենք չէին կարող Քրիստոսի ասպատությունը տեսնել, բայց նրանք հանկարծ տեսան Քրիստոսին մարմնով, ուրախացան, որ մարդկային բնությունը դարձի է եկել։ Եվ իրենց մեջ ինչ վախ կար, իրենք միշտ ամոթ էին զգում իրենց ընկած հրեշտակ եղբայրների համար, ովքեր սատանային հետևելով երկնքից ցած էին ընկել, իրենք ամաչում էին։ Եվ այսօր նրանք, երբ որ տեսան Քրիստոսին հաղթանակած վերադառնում է, իրենց ամոթն էլ մաքրվեց։ Այնպես էլ մենք ամաչելու փոխարեն մենք ավելի շատ ենք մեր ամոթը ցույց տալիս եւ ծաղր ու ծանակի դառնում ամբողջ աշխարհի առջեւ, որ մի ազգի մեջ, մի փոքրիկ ժողովրդի մեջ քրիստոնյաները, Քրիստոսի անունով հավատացողները իրար ատում են ու մեղադրում են այլ եւ այլ մեղքերի մեջ։ Ամեն մարդ, որ ինքն իր մեղքերը տեսնի նայի,
ինքը ժամանակ չունի ուրիշի կյանքով հետաքրքրվելու։ Ամեն մարդ, որ իր մեկ օրվա անցկացրածը երեկոյան քնելուց առաջ ինքը մտածի արթնանոց մինչև քնելը, ինքը ինչով է զբաղվել, ինչքան չար մտածում է ունեցել, սխալ խոսք է ասել, սխալ գործ է կատարել, ինքը այլևս ժամանակ չունի ուրիշների կյանքով հետաքրքրվելու։ Եթե մենք այսօր, սիրելիներ, հազարավոր սուրբ մարդիկ տեսնենք մեր կյանքի մեջ, մենք էլի սուրբ չենք դառնալու։ Աստված մեր մեջ ապրել է, մենք սուրբ չենք դարձել։ Աստված մեր մեջ գործել է, մենք իրեն խաչել ենք, որ Քրիստոս այսօր գա, էլի ենք խաչելու Քրիստոսին, որովհետև մեր մեղքերը ցույց չտալու համար, չխայտարակվելու համար մենք պիտի ճշմարտությունը սպանենք։ Եվ տեսեք փարիսեցիների խոսքը, ինչ օգուտ, ասում է բոլորը գնացին Քրիստոսի հետևից։ Այսինքն սատանայի ամբողջ վախը այն է, որ որևէ քրիստոնյա ճշմարտապես հավատա Քրիստոսին։ Ինքը ամեն ինչ անում է, որ չգնան Քրիստոս, այլ խաբկանքով, կեղծիքով իմանալով թե Քրիստոսին են ծառայում, բայց իրականում մենք մեղքին ենք ծառայում։ Մենք կարող ենք հազարավոր անգիր արած սաղմոսներ ու խոսքեր ասել, սիրելիներ, հազարավոր աղոթքներ ասել, բայց մեր սերը, մեր սիրտը երբեք Քրիստոսին չպատկանի։ Սա էլ կեղծավորություն է մեր կյանքի մեջ։ Աղոթող մարդը չի կարող բանսարկությամբ զբաղվել։ Աղոթող մարդը չի կարող իր կողքին նստած մարդուց որևէ հարևանի կամ բարեկամի մոտ բամբասել, նրա սխալների մասին խոսել։ Անհնար է այդպիսի բանը։ Դրա համար երբ որ ձեր եղբայրը կամ քույրը մեղք է գործում, աղոթեք իր համար, խնդրեք իր համար Աստծուց եւ կռապաշտության մեջ չեք հայտնվի։ Եվ ինչու է այս խնդրանքը, որ Տեր քո եկեղեցին անշարժ պահի։ Եկեղեցին հայելին է, պատկերն է ամբողջ մարդկության, սիրելիներ։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդիկ մաքրվում են, ազնվանում ու սրբանում են։ Աշխարհը չի ուզում, աշխարհը չարի մեջ է։ Մենք մարդիկս էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար երբեմն այդ չարին տրվում ենք, սխալ խոսք ենք ասում, սխալ գործ ենք անում, երբեմն գայթակղության պատճառ ենք դառնում։ Բայց տեսեք, ասում եմ, մեղքեր կան, որ մահացու են։ Մի հայտնվեք այդ մահացու մեղքերի մեջ։ Երբ որ այսօր Քրիստոս եկավ տաճար, խորքում մեր սրտի մեջ եկավ, տաճարը մարդը ինքն է։ Մարդու մեջ եկավ բնակվելու եւ սիրտը տաճարն է մարդու։ Եվ ուզում է այս տաճարի մեջ հասկանա ինչ կա իր ժամանակ, այստեղ մարդը ժամանակ ունի իր համար, թե չունի։ Եվ այս սրտի մեջ ինչ է կատարվում։ Մենք այս սրտի մեջ ինչով ենք զբաղված, սրբության տեղ ենք պահում, որ Քրիստոս գա ու այստեղ բնակվի, թե այստեղ առևտրի տեղ ենք դարձրել եւ ուզում ենք Քրիստոսի սիրով առևտուր անել աշխարհի հետ, Քրիստոսի սերը օգտագործել, աշխարհից ինչ որ բան մուրալ, աշխարհից ինչ որ բան վերցնել եւ այդ աշխարհի ստրուկը դառնալ։ Սարսափելին բանտը չէ, որ մեջ մարդը բանտարկված է, սիրելիներ։ Յուրաքանչյուր մարդ, ով դատապարտվում է, բանտում է հայտնվում, ինքը գիտի, որ իր ժամանակավոր պատիժը այս 4 պատերի մեջ է, մի օր այստեղից դուրս պիտի գա։ Սարսափելին է, որ մարդ իրեն անտեսանելի բանտերով է բանտարկում եւ չգիտի որտեղից եւ ինչպես դուրս պիտի գա։ Եվ չի էլ հասկանում, որ ինքը իրականում բանտի մեջ է։ Ինչու ենք մենք գոհության աղոթքի մեջ քահանան շրջում ասում ազատություն եղբայրց մերոց գերելու, այսինքն ազատություն մեր գերված եղբայրների, գերի եղբայրների համար։ Ֆիզիկական գերության մասին չէ, հոգևոր գերության մասին է, որ մարդը հոգևորապես իր հոգին գրավ է դրել, բանտարկել է մեղքի ու սատանայի մոտ, եւ ինքը կարծում է, թե ինքը ազատ ապրում է աշխարհի մեջ։ Ազատություն այն չէ, որ դու ինչ ուզես կարող ես անել։ Ազատությունն է, որ դու հակառակ ամեն տեսակ մեղքի, չարիքի, ալեկոծության, դու ապրում ես այն կյանքը, որով կոչված ես իբրև քրիստոնյա ապրելու եւ այդ խաղաղությունը բերելու յուրաքանչյուր մարդու։ Մենք հաշիվ ենք տալու ոչ թե որ ինչ մեղքեր ենք գործել, հետո աղոթել ենք այդ մեղքերի համար, այլ մենք հաշիվ ենք տալու մեր խոսած բառերի համար, մեր ասված բառերի համար։ Տերն ասում է, եթե մեկը իր եղբոր ասի հիմար կամ ապուշ, դատապարտության պիտի ենթարկվի, դատաստանի առջև պիտի կանգնի։ Մենք իրար ամեն օր հայոյում ենք, Քրիստոսի անունը օգտագործում ենք, իրար մեղադրում ենք ու կարծես թե ոչինչ էլ չպատահեց մեր կյանքի մեջ, գնում ենք մեր կյանքը ապրելու։ Այս խոսքերի համար մենք պատասխան ենք տալու։ Ամեն մի բառը, որ մենք այսօր ասում ենք, մոռանում ենք, մեզ պիտի հիշեցնեն։ Մեզ պիտի ասեն, որ հիշում ես այսօր այսինչ տեղում դու սխալ բան խոսեցիր, հայոյեցիր, չարախոսեցիր, բամբասեցիր եւ հետո ասեցիր մեղա քեզ Տեր Աստված։ Այդ մեղաները արդեն անգիր արած խոսքեր են, եթե քո սրտից դուրս չի գալիս այդ ամենը։ Եթե քո սրտի մեջ մեղայի զգացողությունը չկա, որ մեղ քեզ գործում, սա ապականում է քեզ։
Եվ երբ որ փարիսեցիներն ուզեցին Պողոս Արաքյալին սպանելու, Աստծո խոսքն էին ուզում սպանել։ Երբ որ փարիսեցիները ասացին, որ մենք ոչ մի օգուտ չունենք, եւ վերջում էլ Կայափան հիշում եք, իշորերը պատրեց, ասում է լավ է մեկ մարդ մեռնի, քան մենք մի ամբողջ ժողովուրդ կորցնենք։ Այսինքն լավ է մենք Քրիստոսին սպանենք, քան այս ժողովրդից եկող օգուտը մենք կորցնենք։ Սա վտանգավոր երևույթ է դարձել մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Մենք քրիստոնյաներս զբաղված ենք սիրելու փոխարեն ատելություն սերմանելով։ Եվ Սուրբ Գիրքը մի վտանգավոր խոսք ունի մեր մասին, ասում է. «Քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի»։ Ով ատելություն է սերմանում, ով չարությամբ է ապրում իր շրջապատում, ինքը փոթորիկի մեջ պիտի հայտնվի։ Մեղքի ճիրաներից չի կարող, նրա վախճանը շատ սարսափելի է։ Սա կապ չունի ով են ասում, հոգևորական թե աշխարհական։ Սա բոլոր մարդկանց է վերաբերում, ովքեր որ իրենց քրիստոնյա են կոչում եւ ուզում են քրիստոնյայի կյանքով ապրել։ Քրիստոնյա նշանակում է Քրիստոսի օծումը քո վրա ունենալով արդարության, սրբության ճանապարհով ապրել։ Մաքուր շուրթերով մոտենալ Քրիստոսի մարմին ու արյունը ճաշակելու, անարատ ձեռքերով մոտենալով Տիրոջը փառաբանելու համար։ Եթե ոչ, մենք դատապարտված ենք հավիտենական կորստյան, թե ֆիզիկավոր, թե հոգեպես, թե մարմնապես մենք դատապարտված ենք ոչնչացման։ Դրա համար այս երկրորդ ծաղկազարդի խորհրդի մեջ, սիրելիներ, թող Տերը օրհնի մեր յուրաքանչյուր մարդուն, ոչ թե մենք մեր շահը փնտրենք այս աշխարհի մեջ, այլ Քրիստոսի շահը։ Իսկ Քրիստոսի շահը մեկն է՝ սիրենք իրար։ Ասում եմ, եթե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ ժողովուրդն եք։ Եթե մենք իրար չենք սիրում, մենք չենք կարող Աստծո ժողովուրդ դառնալ։ Մենք չենք կարող Աստծո ժողովուրդ իբրև ապրել այս աշխարհի մեջ։ Այլ Աստված, երբ որ իր ձեռքը վերցնի մեր վրայից, երբ որ իր օրհնությունից զրկի մեզ, մենք թափառական պիտի դառնանք աշխարհի մեջ, չհասկանալով որտեղից ենք եկել, ինչու ենք եկել եւ ուր ենք գնալու։ Ուրեմն թող Քրիստոսի թագավորական հանգամանքը պատճառ դառնա մեր նախ հոգևոր եկեղեցին, մեր տունը նյութական, որ մեր մարմինն է, մեր հոգին ու միտքն է մաքուր պահի, որպեսզի մեր շուրթերը մաքուր պահի եւ մենք խաղաղության մեջ ապրենք եւ Քրիստոս գա ու տեսնի այնպիսի քրիստոնյաներ, որոնց ինքը ուզում է տեսնել։ Պատահաբար չէ, որ Հիսուս ասում է, երբ որ մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի։ Սարսափելի բան է սա, հարցնում է հավատ կգտնեմ, կգտնի շատ մարդկանց, ովքեր հավատում են, որ Աստված կա, բայց հավատքը ապրող մարդիկ կգտնի թե ոչ։ Ես երբեք չեմ ուրախացել քանակով, որտեղ մարդիկ շատ են եկեղեցում, ես չեմ ուրախանում դրանից։ Ես ուրախ եմ, որ եկեղեցու մեջ կա որակ, երբ որ քրիստոնյաների մեջ կա արժեհամակարգ, որ եկեղեցու մեջ կա նվիրում, որ մարդը ինքը Քրիստոսի համար է ապրում եկեղեցու մեջ, ոչ թե այլ նպատակների համար։ Հազարավորով լեցուն եկեղեցիները դեռ չեն խոսում ճշմարտության մասին, չեն խոսում արդարության ու սրբության մասին։ Երբ որ մենք ազգովի կդառնանք այդպիսին, այդ ժամանակ Տերը կիջնի մեր մեջ ապրելու, մեր մեջ խաղաղությունը կհաստատվի, սերը կհաստատվի եւ մենք կդառնանք Աստծո սուրբ ժողովուրդը։ Թող Տերը օրհնի բոլորիս, խաղաղության մեջ պահի սիրելիներ։ Այս համբարձման 4-րդ օրը, որ 10-րդ օրը հոգեգարստյան Տերը պիտի նստի Աստծո աջ կողմում եւ պիտի կանչիր հավատացողներին, ինչպես թագավորը, որ վերադառնում է հաղթանակած, կանչում է իր նվիրյալ զինվորներին, զորավարներին, սպարապետներին, իրենց պարգևներն է տալիս, Սուրբ Հոգու պարգև այդպես է տրվում, երբ որ մարդը ինքն իրեն պատրաստում է այդ պարգևին, որ թագավորը հաղթանակած գա ու իր սրտի գահի վրա բազմի։ Երբեք ամոթով չթողնեք Քրիստոսին։ Դուք երբեք քրիստոնյաներ ամոթի կյանք չապրեք, ատելության մեջ չապրեք։ Մեր օրը շատ կարճ է, սիրես, շատ եմ այս խոսքը բոլորին ասում։ Վաղը պետք չէ որևէ մեկին սեր խոստով անել։ Այսօր է սիրելու օրը, այս պահին է սիրելու պահը։ Այսօր սիրեցիր, վաղը կյանք կունենաս։ Այսօր ատեցիր, այսօր էլ կմեռնես մեղքի ու անտարբերության մեջ։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Ամեն։